հայերը հավատում էին, ինչպես սկսեն տարին, այնպես էլ կշարունակեն։ Նոր տարվա շեմը պետք էր հատել միայն ուրախ ծեսերով։ Ամբողջ ցիկլը սկսվում է դեկտեմբերի 21-22 այդ ամենաերկար գիշերից, այդ ամբողջ շրջանը կոչվում է կաղանդ եւ ավարտվում է Սուրբ Ծնունդ, Հայտնություն, Նոր տարի այդ տոնակատարություններով, մեծ ցնծությունով, ժողովրդական մեծ ծիսակարգով։ Կարմիր շորով, թո բարով կա թազա տարին, թո իմ ժողովուրդ խաղաղություն ունենա, թո թազա տարին բարով կա։ Նոր տարվա բարեհաճությունը ստանալու համար տարեմուտը դիմավորում էին բաց դռնով։ Էշեմ օրնված ելնի, քունման բարի մարդիկ կան։ Տան դուռը միշտ բաց էր գնացող տարվա եւ եկող նոր տարվա համար։ Գնացող հին տարին պիտի գնար, եկող նոր տարին պիտի գար։ Այդ իսկ պատճառով տան շեմը շատ կարևոր էր եւ այն օրհնվում էր։ Տան մեծերը անպայման օրհնում էին տան մուտքը, քսելով պատին ալուր կամ մեղր, կարմիր շոր էին փռում դռան վրա, դա շատ կարևոր ծես էր։ Կաղանդի գիշերը պետք էր անմար պահել տան օջախը, պարտականությունն ընկած էր տան ավագի ուսերին։ Տան պապը, նահապետը պիտի անպայման բերեր մի մեծ գերան, փոթոք, որը պիտի վառվեր այս անցումնային գիշեր, ամբողջ գիշեր եւ նոր տարվա ընթացքում կամաց վառվելով փայտը ոնց որ պահեր կրակը։ Հարկը շատ լինի, իմ օջախը թող միշտ անմար լինի եւ բոլոր հայոց օջախները թող միշտ վառ մնան։ Vot pășate hane, Çahrakman oxşam şate cane, Çahraku vot kyotanze hane, Çahrakman okutanze cane. Տան մեծը, տան տատը անպայման թել էր մանում, որպեսզի այս տարին կապի հաջորդ տարվա հետ։ Եվ դրա համար բուրդ էր գզում թել էր մանում եւ այդ թելով գործում էր ինչ-որ խորհրդանշական շապիկ, վարում էր շապիկ կամ ինչ-որ խորհրդանշական գուլպաներ, որը պիտի հագնեին տան բոլոր անդամները, իմիջիայլոց գուլպան հենց ամենասիրված նվերն էր նոր տարվա, որ նոր գուլպայով մտնեն նոր տարի, նոր կոշիկով կամ նոր գուլպայով, ոտքը բարի լինի դեպի նոր տարի։ Կտրեցին, թամամեցին, ալելույա, ծախընկենին պարգեցեցին։ Հնում ինչպես այսօր տան փոքրերն էին զարդարում տոնական ծառը, որն ամենևին էլ Եղևնի չէր ու չէր կոչվում տոնածառ։ Ընտրում էին պտղատու որևէ ծառ ու անվանում ծառ խնկենի։ Խաղալիքներն էլ սովորական չէին, չիր, ընկույզ ու գույնզգույն թելեր։ Ծառն իր զարդարանքով խորհրդանշում էր գալիք տարվա առատությունը։ Հենց այդ ծառն էլ դրել են սեղանի վրա, չրերով զարդարված, որը երեխաները ասենց հիշողություն կա, ասում են մեր ամենասիրած ժամանակը նոր տարվա, երբ որ ծառը թափ էին տալիս, ծառը թափ են տվել, կերել են այդ չիրը չամիչը, մյուս օրը նորից զարդարել են իրեն։ Ծառը միշտ եղել է, այսինքն սեղանի, նոր տարվա սեղանի անբաժան մաս եւ մինչև այսօր էլ պահպանվել է, չէ՞, ավանդույթ, որ ասում են նոր տարվա ընթացքում սեղանը չեն հավաքի, այսինքն միշտ պիտի ուտելիք լինի, հնում դա եղել է հենց ծառը, որ սեղան ինչքան էլ հավաքեն, բայց ծառը իր պտուղներով, իր չրերով, չամիչներով միշտ ներկա է եղել մեր ծիսական սեղանին։ Մինչ երիտասարդները զարդարում էին ծառ խնկենին, թոնրատնից տարածվում էր հացի անուշ բույրը։ Կաղանդի սիմվոլ էր նաև տարի հացը։ Տան տատը խմորի մեջ թաքցնում էր մետաղադրամ, լոբի կամ ընդեղենի որևէ տեսակ։ Նրան ում բաժին էր հասնում անակնկալով կտորը, հաջողություն էր սպասվում նոր տարում։ Առավոտ շուտ էին թխում այդ գաթան, հա, շուտ հանում էր, հլա արևը դեռ դուրս չեկած, անում էր ու դովլաթ էր կանչում, թե որտեղ էս դովլաթարի տեսնենք ում բաժինն ես լինելու։ Թո վիրն էլ հնգնի, թո բարով հնգնի, թո այդ տունը թազա տարին խերով դիմավորա։ Տատիկ զալուր կմաղե, վերփոշերում կշաղե, տատիկ զալուր Կաղանդի տոնին նաև գուշակություններ էին անում։ Տատիկ զալուր կմաղե, վերփոշերում կշաղե։ Հետաքրքիր են նոր տարվա ծիսական տիկնիկները, որոնք կոչվում են ասիլ բասիլ։ Այս տիկնիկները պատրաստում են երեխաները հացի խմորից
Եվ հենց այս ասիլ-բասիլներով կատարում էին գուշակություն, եթե բասիլները շատ էին ուռում, ուրեմն հաջող տարի է լինելու, եթե այդքան էլ չեն ուռում, մի քիչ տխրում էին, որովհետև մի քիչ կարող է անհաջող տարի լինի։ Երկարով անես, Համե պատանես, հավ հասելա, հասնեսելա, շանը Մինչ տան մեծերը պատրաստվում էին տոնական ընթրիքին, տներից ու փողոցներից լսվում էին երեխաների ուրախ ճիչերը։ Կաղանդի որոշ ծիսական խաղեր պահպանվել են նաև այսօր։ Համե մամայա, Այդ ծախի չվանի գաչի Ծիսական խաղերն է, որ կային նոր տարուն, օրինակ Երկար Հովանեսը, շատ հետաքրքիր խաղեր, որտեղ Երկար Հովանեսը խորհրդանշում էր հին տարին, որ պիտի գնա, Պատանեսը նոր տարին, որ պիտի գա տան մեծ տղան։ Խորհրդանշական կռիվ էր տեղի ունենում հնի ու նորի միջև, որտեղ անպայման նոր տարին պիտի հաղթեր։ Ամանորին հայերը չէին մոռանում նաև նախնիներին, նրանց բաժինը հասնում էր երեխաներին։ Երեխաները ծպտված, ինձ որպես նախնիների հոգիներ, ծպտված շորերով, իրենց ոչ մեկը պիտի չճանաչի, մութն ընկնելու պես գնում էին տնից տուն, թաքուն ծպտված եւ պարկ էին գցում տնից ներս, դուռը փակում էին տանտերերը, տան տիկինը, հարսը, ով կար տանը, պիտի անպայման նախնինի փայը տար երեխաներին եւ լցնում էին տոպրակներն ու փախնում էին մյուս տունը, սա ասենց շատ հետաքրքիր գաղտնիծես է։ Հետաքրքիր են նաև այլ ավետիսները, որ Սուրբ Ծննդյան ավետիսները, երբ որ երեխաները արդեն հատուկ երթով պատրաստված, երգեցողությամբ, ալելու նույնիսկ շորերը, զգեստները, դդումը խորհրդավոր բերում էին, հա, ճրագալույսի պատարագից հետո արդեն Սուրբ Ծննդյան օրը գալիս էին տուն եւ տունը օրհնում էին տան փոքր տղային, որ շատ կարեւոր էր, էլի խորհրդանշում էր նոր տարին, որի փոխարեն էլի տանտիկինը տալիս էր զոհաբերություն նախնիների փայը։ Կաղանդի երեկոներն անցնում էին ընտանեկան զրույցներով, հաճախ դրանք բեմադրում էին ստվերների օգնությամբ։ Մունջ բարեգործության հավատալիքը, որ Կաղանդ պապիկը գալիս է, երեխաների նվերներ է բաժանում, հա, ինքը անտեսանելի պապիկ է, գալիս է երազում, բայց այդ ամբողջ հավատալիքները էլի շատ հաճախ կապվում էին նախնիների պաշտամունքի հետ։ Ինչպես այսօր, Ամանորի տոնական օրը եզրափակվում էր տոնական ընթրիքով։ Տան անդամները փոքրից մեծ սեղանի շուրջ էին։ Տան ավագի օրհնանքով ու աղոթքով կեսգիշերին ընտանիքը դիմավորում էր նոր տարին, հույսով, որ այն իր հետ բերելու է խաղաղություն, առատություն ու բարություն աշխարհին։